Աշրասեն շարունակեն մեր պայքարը։ Աշրասեն շարունակեն մեր սրտական գործերը և ազատագրել Հայաստանում։ Այդ որևէ մեկը այդ կարծիք չունի։ Սիրելի համախոհներ, նախ և առաջ Հայ ազգային կոնգրեսի անունից, Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության անունից ես բոլոր շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիս, բոլոր այն անձանց մեր ակտիվի հազարավոր մարդկանց, որոնք երեք դրան նախորդող ժամանակաշրջանում հրաշալիորեն կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը, կատարեցին այն, ինչ իրենք պետք է անեին, արեցին, ինչ որ հնարավոր էր, արեցին անհնարին։ Մենք էապես ամրապնդվեցին կազմակերպչական ձևով։ Սա շատ կարևոր իրողություն է, որ մենք իսկապես մեր կազմակերպության աշճանով բարձրացանք։ Հիմա երեկվա մասին իմ ընկերները կներկայացնեն մանրամասն վերլուծություն, ես կարճ ասեմ, իշխանություններն իրենց բնորոշ ձևով կիրառեցին բազմաբնույթ և զանգվածային իրավախախտումներ և հանցագործություններ։ Ես կառաջնանամ շատ կարճ դրանցից մեկի, ավելի ճիշտ մեկի, զանգվածային և համընդհանուր ընտրակաշառքի և այսօր Սերժ Սարգսյանն արդեն կարող է դիմում ներկայացնել զանգվածային ընտրակաշառքով Գինեսի գրքում գրանցվելու համար։ Մենք բազմիցս ասել ենք, որ այս ավազակախումբը, ավազակապետությունը ոչ միայն ի վիճակի չէ բարելավել մեր ժողովրդի, մեր հասարակության կենսամակարդակը, ընդհակառակը նա շահագրգիռ է, որպեսզի մեր հասարակության զգալի մեծ հատվածը միշտ լինի չքավոր, միշտ լինի չունևոր, որպեսզի կարողանա աշխատեցնել այդ ընտրակաշառքի իր հանցագործ ինստիտուտը։ Դրա վրա է, չունևորի վրա է հիմնված նաև նրանց իշխանությունը, այսպես այնպիսով իրենք ոչ միայն չեն